Պարոն Կարապետյան, եւ վստահ եմ ծանոթ եք, լսել եք ռուս բլոգերի պրանկի մասին, երբ որ նշվեց, որ այդ պաշտոնյան ազգությամբ թուրք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգությունը նշելը արտաքին ուժերից բերված խոսույթ է եւ որևէ լավ տեղ չի տանում ձեր գնահատականը։ Այդ պաշտոնյան բազմաթիվ անգամներ հակահայկական ռեզոլյուցիաների կամ հայամետ ռեզոլյուցիաների դեմ է արտահայտվել։ Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր եւ քննարկում էր մեր երկրի կաթողիկոսի, մեր երկրի ներքին գործերով, մեր երկրի կաթողիկոսի փոփոխության հարցը, ուր է հասել մեր երկրի ինքնիշխանությունը իրենց կողմից այդքան խոսույթով գովերքված, սակայն հողին հավասարեցված, որ մեր երկրի կաթողիկոսի փոփոխությունը, վեհապարի փոփոխությունը թուրք պաշտոնյաների հետ է թուրք պաշտոնյանը իրենց թույլ են տալի քննարկել դա։ Ինչ վերաբերում է ազգությունը նշելը, այդ մարդը հայտնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Իրենք ի տարբերություն իրենց ամեն դեպքում միշտ հիշում են իրենց ազգը ու իրենց ազգային գաղափարը, իրենց թե որն է իրենց ազգային գաղափարը ու մեզ դիտարկում են իրենց ազգային գաղափարի շրջանակներում որպես երկիր, որը պետք է ինչ որ ձև բերել ուրիշ քաղաքական process-ների մեջ։ Իսկ մենք մեր երկրի առաջնորդը պետք է հիշի հակառակը, որ մեր 100-ամյա, մի քանի 100 տարի 1076 թվականից հետո մինչև այսօր մենք թուրքերի հետ ապրել ենք։ Գիտենք այդ երկրի ձևը։ Դրա համար մեզ պետք են երաշխավորներ իրենց հետ բանակցությունների մեջ։ Մեզ պետք է մեկը կողքից երաշխավորի, որտեղ այն թուղթը, որը իրենց հետ է, այդ թղթի արժեքն չունի։ Ստորագրած։ Դրա համար պետք է երաշխավորներ իրենց հետ Ադրբեջանի հետ բանակցություններ։ Ինչ վերաբերվում է մնացող process-ներին, այդ խոսույթի մեջ նաև շատ վտանգավոր բան ասեց թուրք պաշտոնյան։ Ասեց, որ մենք ամեն ինչ կանենք, որ ձեզ օգնենք Կարապետյանի դաշնակիցների դեմ պայքարում։ Սա խոսում է շատ բանի մասին։ Հայտնի է Ֆիդանը, որ ցանկություն է հայտնել, որ Փաշինյանը հաղթի։ Էլ ինչ պետքա լինի, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչա կատարվում, որ աշխարհքաղաքական այն ուղղությունը, որ մենք գնում ենք, անցնում է Թուրքիայով։ Շնորհակալություն։